Ես ես վերջերս սկսել եմ, ոչ վերջերս չէ, վերջի մի քանի տարին ասում եմ դուրս ով էր քեզ սպասում, դե կնոջս հետ եմ, ասում եմ ազի թողա, հա թողա։ Ասում եմ ծխում, հա, ասում եմ հա, ասում եմ ես թվերը նայում, ասում եմ հա, ասում եմ հենց երեխա ունեցեք, հաշվի մի 15 տարուց մենակ ես պահելու այդ երեխեքից, ես վախացնում եմ, ասում եմ այսօրվա ինձ եթե չծխել չթագես բաժանվում ես, որովհետև երբ որ դու այդ ապրելակերպը իրանց մոտ պոտենցիալ դու իր կետի ամեն ինչը հումորով, սիրուն բանով, հա, մարդիկ ագրեսիվ խառնվում, միայն խորհուրդ ենք տալի։ Որովհետև այսօրվա դրությամբ օրինակ բժշկությունն ապացուցել է, մենք միշտ նպատակում ենք, որ լիպիդային պրոֆիլի փոխանակությունը սննդակարգի հետ է կապված, բայց գալիս է մարդ, ում BMI-ը թեր սնվան BMI-ի է մոտիկանում, ցածր խտության լիպոպրոտեինների թիվը շատ բարձր է, ու այդ հիվանդը արդեն չէ, դե ամեն ինչ պետք է հաշվի առնենք, բացատրենք հիվանդին եւ գենետիկան, եւ սննդակարգը, եւ ապրելակերպը, եւ ֆիզիկականը, եւ լյարդի ախտարում եւ այլն, այդ այնքան մեծ կոմպլեքս է, որ պետք է հիվանդի հետ աշխատելով մի քիչ դու ադապտացնես բժշկությունը իրեն։ Եթե ես դնեմ շատ խելոք դեմքով իրեն բացատրեմ, ասեմ, գիտես, էս, ինքը դուրս կգա ու նույն բանը կանի, ես չունեմ հաջողություն։ Հա, խելքս ցույց տվեցի, բացատրեցի, սա կարդացի բիոքիմիան, բացատրեցի։ Նպատակը չէ, մենք դաս տալու չենք եկել։ Նպատակը, որ ես իրեն հասցնեմ ադապտացնեմ իրեն, իր ապրելակերպին, որտեվ չես կարող մի մարդուն, որը 50 տարի մի ձև ապրել է, դու միանգամից փոխես ու ինքը մտածի, որ պետք է ապրի այնպես, ոնց որ դու ես որոշե։ Նման բան չկա, մենք պետք է ադապտացնենք մոտեցումը ամեն անհատին ինդիվիդուալ